Լուսինեն Գյումրու հուշանվերների հայտնի խանութներից մեկում է աշխատում, նրա հաճախորդների մեծ մասը զբոսաշրջիկներ են։ Տարիների փորձից ելնելով կարող եմ ասել, որ Գյումրին զբոսաշրջիկների համար ավելի հետաքրքիր է մշակութային առումով։ Հայաստանի մշակութային մայրաքաղաքը համարվող Գյումրին վաղուց է գրավում այցելուներին իր հարուստ ժառանգությամբ, սակայն այսօրվա արագ փոփոխվող զբոսաշրջային լանդշաֆտում միայն ավանդույթները բավարար չեն։ Քաղաքը պետք է իր մշակութային հարստությունը ներկայացնի թարմ նորարարական եղանակներով, որպեսզի կարողանա բավարարել ժամանակակից զբոսաշրջիկի ակնկալիքները, մրցունակ բնալու եւ զբոսաշրջության ռեսուրսը որպես Գյումրու կայուն տնտեսական աճի աղբյուր լիարժեք օգտագործելու համար։ Այս ամենը գիտակցելով քաղաքապետարանի մի խումբ երիտասարդ հավակնոտ աշխատակիցներ նախաձեռնեցին փոփոխությունների լայնամասշտաբ ծրագիր։ Քաղաքի զարգացման մոտեցումը վերաիմաստավորելու հնարավորությունից ոգեշնչված նրանք որոշեցին դիմել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Եվրամիության համատեղ համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման նախաձեռնությանը, որը համայնքապետարաններին իրենց քաղաքի տնտեսական ապագան վերափոխելու եզակի հնարավորություն է տալիս։ Լիլիթ Թովմասյանն ասում է, դժվար ու պատասխանատու որոշում էր։ Որոշեցինք ամեն դեպքում համարձակվել, բանակցեցինք համայնքի ղեկավարի հետ, խոստացանք, որ ամբողջ պատասխանատվությունը կստանձնենք, կգրենք հայտը, կանենք ամեն բան այդ ծրագիրը Գյումրի բերելու համար։ Բայց սա միայն սկիզբն էր փոփոխություններ իրականացնելու համար աշխատակիցները նախ իրենք պետք է սովորելու եւ փոխվելու երկար ճանապարհ անցնեին։ Դրանից հետո արդեն սկսեցինք ավելի թիմային աշխատանք, մեզ միացան մեր նման մտածող մի քանի մարդիկ եւ սկսվեց շատ բարդ եւ պատասխանատու դասընթացների միջոցով պորտֆելային մոտեցման գաղափարախոսությունը յուրացնելու, մեր մտածած ծրագրերը այդ գաղափարախոսությանը հարմարեցնելու ամբողջ գործընթացն ինչ իրականում հեշտ չէր, եթե շատ անկեղծ, որովհետեւ սա նորություն էր մեզ համար։ Կառավարման նորարարական պորտֆելային մոտեցումը, որը համայնքային իշխանություններին սովորեցնում եւ օգնում է կիրառել համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման նախաձեռնությունը, իսկապես նորություն է եւ առաջին անգամ է կիրառվում Հայաստանում։ Ի տարբերություն զարգացման ավանդական նախագծերի, այն չի առաջարկում կանխորոշված լուծումներ, այլ արմատապես փոխում է համայնքի կառավարման մտածելակերպը։ Սա նշանակում է, որ կայուն տնտեսական աճի հասնելու համար մեկուսացված ծրագրեր իրականացնելու փոխարեն Գյումրին պետք է նախագծեր փոխկապակցված, ճկուն եւ ադապտացվող փորձարարական միջամտություններ, լուծումներ, որոնք նախատեսված են միմյանց լրացնելով արդյունքը բազմապատկելու եւ երկարաժամկետ մասշտաբային ազդեցություն ապահովելու համար։ Պորտֆելային թիմը միջազգային փորձագետների առաջնորդությամբ սկսեց յուրացնել նոր աշխատավոճը։ Շատ դասընթացներ օգնեցին մտածել բոլորովին այլ ուղղությամբ, գալ հարցնի վերջնարդյունքին բոլորովին այլ ուղղությամբ։ Լիլիթ Թովմասյանը թվարկում է ամենակարևոր դասերը, որ սովորել են դասընթացների եւ պորտֆելային մոտեցմամբ քաղաքի զարգացման ծրագիրը մշակելու եւ իրականացնելու ընթացքում։ Ամենամեծ դասը, որ տվել է ծրագիրը, այն է, որ որոշումներ կայացնելիս պետք չէ պնդել միայն սեփական տեսակետը եւ պետք է սովորել լսել բոլորին անխտիր։ Շատ կարեւորում եմ այս ծրագրի այն մոտեցումը, որ այն պիտի հնարավորինս լիներ համայնքային կարծիքը լսելու միջոցով եւ պիտի ունենար մեծ ներգրավվածություն։ Այսինքն խնդրին առնչվող բոլոր կողմերի հետ մենք ունեցել ենք հարցազրույցներ, ունեցել ենք քննարկումներ, հանդիպումներ, լսել ենք իրենց մոտեցումը, կարծիքը, առաջարկը, դրանք ամենատարբեր ձևաչափերով ներկայացրել ենք միջազգային եվրոպական փորձագետներին, զտվել է ամբողջ նախնական գաղափարը, որից հետո կանգ ենք առել այն հիմնական ենթածրագրերի վրա, որոնց հետ հիմա գործ ունենք եւ որոնց վրա հիմա աշխատում ենք։ Մյուս կարևոր դասը, որ սխալվելը ամենևին ձախողել չէ։ Այս ծրագիրը սովորեցնում է, որ դուք կարող եք փորձել, որցալ հասարակության տրամադրությունը, դա կարող է չաշխատել եւ դուք կունենաք հնարավորություն բացառել դա եւ անցնել մեկ այլ ծրագրի։ Պորտֆելային մոտեցումը ճկուն է, դինամիկ եւ խրախուսում է շարունակական ուսուցումը։ Ծրագրերն ընթացքում փոխվում են, ադապտացվում նոր մարտահրավերներին։ Գյումրու դեպքում երկու խոշոր ծրագրի իրականացում ռիսկի տակ հայտնվեցին քաղաքային իշխանությունում առաջացած ճգնաժամի պատճառով։ Իշխանության հաճախակի փոխվելու արդյունքում քաղաքաշինական եւ բազմաթիվ այլ գերատեսչական թույլտվություններ ստանալը սահմանված ժամկետներում անիրատեսական էր։ Ստիպված եղան փոխել Ասլամազյան քույրերի հայտնի պատկերասրահի ձեղնահարկում արվեստի ստեղծարար լաբորատորիայի ստեղծման եւ Մհեր Մկրտչյանի թանգարանի վերափոխման ժամկետները։ Գտան նոր լուծումներ, որոնք կերաշխավորեն, որ հետագայում քաղաքապետարանը ավարտին հասցնի այս ծրագրերը։
Ինչպես է ստեղծվել մրցունակ մշակութային туриզմով Գյումրիում կայուն տնտեսական աճի հասնելու տեսլականը։ Առաջին քայլը հետազոտությունն էր, պորտֆելային թիմը հավաքել եւ վերլուծել է քաղաքի այցելուների հոսքերի վերաբերյալ տվյալները, բացահայտելով աճի հիմնական հնարավորությունները։ Մեզ համար շատ կարևոր է, որ քաղաքը ունենա տեղեկատվություն, որքան տուրիստական հոսքեր են եկել քաղաք, տեղի բնակիչներ են եղել, թե արտասահմանից հյուրեր են եղել եւ այդ տեղեկատվությունը հնարավորություն կտա քաղաքին ունենալ ելակետային կետեր, որտեղից որ ինքը կարողանա նոր փորձարարություններ սկսել։ Նորարարություն է, որովհետև որևէ համայնք նման փորձարկումներ չի արել եւ մեզ թվում է, որ կլինի վարակիչ։ Այս հետազոտության արդյունքներով էլ մշակել են բոլոր հետագա քայլերը։ Պորտֆելային թիմի մտահղացումը բազմաթիվ փոքր ու մեծ միջամտությունների մի ամբողջություն է, որտեղ փոխկապակցված միջոցառումները մեկը մյուսի արդյունքը բազմապատկելով բերելու են ցանկալի արդյունքի։ Ժամանակակից տեխնիկայով հագեցած արվեստի ստեղծարար լաբորատորիան կդառնա հարթակ, որտեղ տեղի արվեստագետներն ու երիտասարդ ստեղծագործողները կփոխանակեն գաղափարներ, կմշակեն նախագծեր ու իրենց ներդրումը կունենան հարազատ քաղաքի տնտեսական զարգացման մեջ։ Քաղաքի ամենահայտնի Մհեր Մկրտչյանի թանգարանը գրավիչ կդառնա ժամանակակից զբոսաշրջիկի համար, կներդրվի թվայնացված բովանդակություն, լուսաձայնային էֆեկտներ, ժամանակակից այլ տեխնոլոգիաներ։ Սխալ է 21-րդ դարում պարզապես ցուցանմուշը կախել եւ վարել էքսկուրսիաներ։ Տեսեք օրինակի համար թանգարանում Գրիգոր աղայի հագուստն է կտորմը երկինք ֆիլմից գրված է միայն հայերենով։ Այստեղ միայն ֆիլմի անունն է, տարեթիվը եւ դերը ֆրոնզի գրած։ Դա բավական չէ այսօր։ Համայնքապատկան բոլոր 5 թանգարանների համար կստեղծվեն վիրտուալ տուրեր, կենտրոնանալով բացառիկ էքսպոնատների վրա։ Հաղորդակցային տարբեր աղբյուրներով կտարածվեն նաև համայնքապետարանի պատրաստած եռալեզու գովազդային տեսահոլովակները Գյումրու տուրիստական գրավչության մասին։ Քաղաքում տուրիստների համար կբացվեն ինֆոկետեր, օնլայն բաց ռեսուրսներում կտեղադրվի զբոսաշրջիկներին հետաքրքրող եւ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Քաղաքն այցելուների համար ավելի գրավիչ կդարձնեն վերանորոգված եւ նոր ստեղծվող ժամանցային ենթակառուցվածք։ Իրոք այս այգու բարեկարգման կարիքը կար, հատկապես հաշվի առնելով, որ ի տարբերություն մնացած այգիների, այստեղ բազմաբնակարան շենքեր կան։ Նախատեսվում է ստեղծել սմարթ միջավայր, տեղադրել նստարան, որը արդեն արևային համակարգով կսկսի աշխատել եւ էներգիա մատուցել օգտվողներին։ Բարեկարգված այգում հաջորդ փուլում կտեղադրվի թուղթ աղացող սարք, որից ստացված հումքով տուրիստական մեկ այլ պրոդուկտ հուշանվերներ կստեղծեն։ Քաղաքի մշակութային դիմագիծը ապահովող գյումրեցի հայտնի դարբինների ավանդույթները չկորցնելու համար արհեստագործական ուսումնարանների սաները դարբնության կուրսեր կանցնեն քաղաքի հայտնի տոհմական դարբնոցներում։ Նրանց գործերը այնուհետև կցուցադրվեն նոր դարբնագործական փառատոնում, որը ևս մեծ թվով զբոսաշրջիկների հոսք կապահովի քաղաքի համար։ Բոլոր այս ծրագրերը մեկը մյուսին ուժեղացնելով, մեկը մյուսի ստեղծած հնարավորություններից օգտվելով, ի վերջո կմեծացնեն Գյումրիի որպես մշակութային туриզմի ուղղության առանց այն էլ մեծ համբավը, կավելացնեն տուրիստների հոսքը քաղաք, ստեղծելով նոր աշխատատեղեր, աշխուժացնելով տեղի բիզնեսները։ Աճի այս ալիքից կշահեն նաև հարակից համայնքների ֆերմերները, Գյումրի տանող ճանապարհներին գործող հյուրընկալության ոլորտի բիզնեսները։ Նախագծերը սակայն այսքանով չեն ավարտվի, համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման նախաձեռնությունը քաղաքային իշխանություններին սովորեցնում է ինչպես շարունակաբար համագործակցել այն խմբերի հետ, որոնք շահագրգռված են համայնքի զարգացմամբ, լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ եւ այլ ներդրումներ ներգրավել նրանցից, առաջարկելով աշխատող գաղափարներ, կառավարման նոր մտածելակերպ ու նոր հմտությունների մի ամբողջ զինանոց, որոնց երկարաժամկետ ազդեցության շնորհիվ համայնքում ապահովվում է ինքնաբավ եւ կայուն տնտեսություն։